150 դրամ ուղևորցը նորից 100 դրամ դարձնելու ընդդիմության բոլոր ճանապարհները փակում է իշխանությունը։ Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է ահազանգում երևանցիներին, որ ԿՊԱ-ականները խորհրդարան օրինագիծ են տարել, ըստ որի տրանսպորտի ուղևորցը հավասարեցվելու է այսպես կոչված տեղական վճարին։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական վճարները չեն կարող դրվել հանրաքվեի։ Նիկոլ Փաշինյանը օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Սա նշանակում է, որ հերթական սուտն ու կեղծիքն ու դեմագոգիան է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի։ Հիշում եք 18 թվականին ինքը ասում էր հայկական ագորայում կքննարկվեն հարցերը եւ որոշումներ կկայացվեն, այդ հրապարակում այդ դեմագոգիկ ելույթը որ ունենում էր, ինքը փաստացի հայկական ագորային ասում է ոչ։ 17,000 ստորագրություն էին հավաքել մայր հայաստանցիները ու 100 դրամանոց սակագինը վերականգնելու նախագիծ ներկայացրել ավականի։ Ըստ այդ նախագծի տրանսպորտի գինը օրական 4 եւ ավելի անգամ օգտվելու դեպքում ավելի էժան պետք է լինի, սակայն քաղաքային իշխանությունն ու նրա քույր խմբակցությունները տապալեցին ավականու այդ նիստը։ Թալանչինել է ինքը։ Նախագիծն անգամ չներկայացվեց քաղաքապետարանում։ Ավականիում իրենք փախել են 17,000 ստորագրությամբ նախագծի քննարկումից, դրանով իսկ եւս մեկ անգամ ցույց տալով, որ բոլոր այն փաստարկները, որ մենք ներկայացնում ենք տրանսպորտի գնի հետ կապված, դրանք ճիշտ են։ Թանկացման դեմն առնելու օրինական ճանապարհներից մեկը երևանցիների 80,000 ստորագրություն հավաքելն էր ու հարցը հանրաքվեի դնելը, ասում է Թևանյանը։ Այն մարդիկ հասարակության այն հատվածը, որը կարծում էր, որ առանձին վերցրած խնդիրները կարելի է լուծել, այսպես ասած, չքաղաքականացնելով հարցը, խնդիրի իշխանափոխության մակարդակի չհասցնելով, հիմա իրենք էլ կարող են համոզվել, որ նույնիսկ այս հարցերում Նիկոլ Փաշինյանը հետ քայլ չի անում եւ միայն քաղաքական փոփոխություններով հնարավոր հասնել նաեւ այս սոցիալական խնդիրների լուծմանը։ Իշխանությունը 150 դրամ ուղևորցը բոյկոտողներին նեղը գցելու օրինագիծել է առաջարկելու ըստ Թևանյանի։ 15,000 դրամ կտուգանվեն ավտոբուս նստող, բայց չվճարող ուղևորները։ Թևանյանը այս ամենի դեմն առնելու մեկ լուծում է տեսնում՝ փոխել իշխանությունը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։